Հանրապետական կուսակցության 35-րդ տարեդարձի համատեքստում տեղնեցած հոբելյանական նիստում ելույթով հանդես եկավ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ելույթը բովանդակային էր, բազմաշերտ եւ թիրախային։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանի հետ։ Պարոն Նիկոյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես շնորհակալ եմ հրավիրելու համար։ Պարոն Նիկոյան, այսօր Հայաստանի հասարակական քաղաքական դաշտը լայնորեն քննարկում է երրորդ նախագահի ելույթը եւ ըստ ձեզ առավելապես ինչի մասին էր այն եւ ինչ խնդիր էր լուծում երրորդ նախագահ այդ ելույթով։ Տեսեք, երեք այդ ելույթից հետո ընդհանրապես այդ խորհրդի նիստից հետո բոլորս հավաքվել ենք կուսակցության միջանցքներում եւ մարդիկ չեն շտապում տուն վերադառնալ, որովհետեւ մարդիկ ենք, որոնք 35 տարի իրար ճանաչում են, սկսված սկզբնական օրից, հռչակման օրից եւ մարդիկ կան, որ ասենք 5 տարի առաջ, 10 տարի առաջ, մարդ կա որ 18 թվականին մասնավորապես երիտասարդության 18 թվականի թվականից հետո են անդամագրվել եւ բոլորի համար շատ հաճելի էր միմյանց հետ կանգնելը, խոսելը, հզորանալը, այդ էմոցիաները դրական, որ բոլորը ստացել միմյանց փոխանցելը եւ ամենակարևորը իհարկե նաեւ քննարկել ելույթները։ Առաջնայինը հանրապետության երրորդ նախագահի ելույթներ, կուսակցության նախագահի ելույթներ, որը բավականին ամբողջական էր, պատասխանում էր եւ կուսակցության ստեղծման պատմաքաղաքական անհրաժեշտությունը, նրա անցած ճանապարհը, իր եւ մնացածի անդամագրվելու դրդապատճառները, հանրապետականի վարկագիծը, այս պետականաշինության, Արցախյան պատերազմ եւ այդպես բոլոր այդ պատմական փաստերը արձանագրելուց, ամփոփելուց, գնահատական տալուց հետո իհարկե անդրադարձավ այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքում իհարկե անդրադարձան ազգային պետական մեր այն իրավիճակին, որ մենք գտնվում ենք, մեր բանակին ինչ վիճակում գտնվում ենք, անվտանգության հարցերին եւ վերջո ինչ ելք պետք է փնտրել եւ ինչպես այս իրավիճակից դուրս գալու համար։ Խորքային ելույթ էր, անկեղծ ասած, շատ խորքային ելույթ էր, պատասխանում էր բոլոր այն հարցերին, որ այս բոլոր տարիներում հնչեցվում են, բոլոր այս 7 տարիների ընթացքում աճից, ձախից, չգիտեմ, տակից, որտեղից անընդհատ ինչ որ հարցեր են հնչեցնում եւ անընդհատ ինչ որ պատասխաններ են ուզում։ Ինչքան էլ պատասխանում ենք, յուրաքանչյուր դրանից հետո 18 թվականից հետո մենք համագումարներ ենք արել եւ պարբերաբար յուրաքանչյուրս պատասխանել ենք այդ բոլոր հարցերին։ Չէ, էլի մարդիկ ինչ որ հարցեր ունեն, էլի ինչ որ հարցեր են տալիս։ Անհասկանալիորեն մարդիկ փոխանակ հենվեն անցյալի բաց թողումների վրա, ներկա իրավիճակի վրա եւ կերտեն ապագան եւ միտված լինի իրենց խոսքը, քննադատությունը, ամեն ինչը մեր հանդեպ ապագայի լավատեսականի նկատառումով մարդիկ անընդհատ տանում են դեպի անցյալը իրենց պատկերացումներով, որովհետև շատ դժվար է մարդուն, երբ ինքը 18 թվականին հայելա մեզ, 18 թվականին, ասենք, ցանկացել է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա, ինքը այնտեղ է եղել, որպեսզի մերժի Սերժին, չնայած ժողովուրդը կարող էր չհասկանալ սրա հետևանքները, բայց շատ մարդիկ կային, որ հասկանում էին ինչ ալելն դրանից հետո, բայց իրենք գնացել են այդ ճանապարհով։ Եվ հիմա նրանք ասում են, որ հա, ինչու հանձնվեցիք, արուն թափեիք, էս անեիք, կրակեիք, տանկեր մտցնեիք, արուն թափեիք, տեսեք 2008 թվականի մարտի 1-ն են օրինակ բերում, տեսեք, արուն թափվեց, պետությունը փրկվեց եւ այլ։ Դուք էլ նույն անեք, նույն մարդիկ են, ովքեր փողոցում կանգնած մեզ մերժում էին, հրապարակներում կանգնած մերժում էին, Սերժ են մերժում, հանրապետական են մերժում։ Այսօր քննադատում են, ասում են գայիք մեր գլխին էլ խփեիք, գայիք կրակեիք մեր վրա, բա այդ օրերին ասեիք, բա այդ օրերին մեկն ու մեկը կանգնեիք հանրապետականի կողքին, մեկն ու մեկը
Սերժսյանի կողքին Սերժ Սարգսյանի եւ ասեիք, որ 18 թվականի այս իրավիճակից հետո եթե լինում այդպես ինչպես այսպես ասած ժողովուրդն պահանջում, մենք ունենալու ենք 21 թիվ, 22 թիվ, մինչև 25 թիվ։ Այն նկարագրեիք, ասեք, որ սա է լինելու։ Իրենցից ոչ մեկը դա չէր ասում։ Ինչպես։ Իրենցից ոչ մեկը դա Իհարկե, չէր ասում։ ավելին խլացնում են մեր ձայնը, երբ այդ կան շատ վատ վիճակում հայտնված լինելով հանդերձ, որ ոչ մեկը չէր ուզում լսել։ Երգում էին ամբողջ ազգը 3 միլիոն 50-ի դեմ, հա։ Բայց փորձում էր 50-ը ինչ-որ մի բան ասել, այսօրը ասել, որ լինելու է այսօրը, այսպես է լինելու։ Այն որ ժողովուրդը կարող էր չլսես, ես հասկանում եմ դա, բայց այն որ քաղաքականության մեջ եղող գտնվող մարդիկ էին դա այդպես անում։ Դա ցավ էր իհարկե, բայց հիմա այդ մարդիկ ուրիշ բան են ուզում է հանրապետականի ուրիշ բան մեղադրում, հասկանալի է, իրենք զգում են իրենց մեղքի բաժինը այս ամեն ինչի մեջ։ Իրենք զգում են, որ այդ օրերին իրենք չկանգնեցին ազգի եւ պետության հավիտենականության այդ շահերի կողքին չկանգնեցին, իրենք գնացին կանգնեցին այդ րոպեին իրենց թվացյալ անձնական շահերի կամ ենթադրյալ Սերժ Սարգսյանին վադություն անելու այդ տրամաբանությամբ, բայց դուք հասկանում եք չէ, որ դուք պետության եւ ազգի ճակատագրի հետ եք խաղում, դուք գնացիք չէ, արեցիք չէ, ինչ կլինի մի հատ էլ ներողություն խնդրեք։ Ինչ եք դուք Սերժ Սարգսյանը շատ լավ ասես գիտեք, դե շուտ էր ասեց դու գնացիք եւ պաչեցի Նախրիմեջի ամենաբարձր զրացող էշի ճակատը պաչեցիք, չէ։ Հիմա էլ ձեր էշին են չեք բերում մեր դռանը կապում, չեք բերում մեր դռանը կապեք, դուք եք բերել, դուք եք արել, տարեք ձեր տուն, չեք կապում մեր։ Եվ դա ուղղված էր բնականաբար ոչ թե հասարակ ժողովրդին, այլ հենց քաղաքական այդ շրջանակներին, ովքեր այդ ժամանակ մերժում էին ձեր իշխանությանը, իսկ հիմա ասում են դե թող կրակեիք այդ ժամանակ։ Իդեպ եթե այդ ժամանակ ուժ գործադրվեր, նույն այդ մարդիկ ասելու էին, ես ինչ արեցիք։ Ավելին ասեմ ձեզ։ Սերժ Սարգսյանը, երբ Նիկոլի հետ հանդիպեցին, մի միտք ասեց, ինչ էլի մարտի 1 ես ուզում կազմակերպես, որովհետև Նիկոլը իր անձնական մեղքի բաժինը ունի մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպան հարցում։ Իր մեղքի բաժինը ունի։ Ես եղել եմ մարտի 1-ի պարլամենտական ազգանաժողովի նախագահ, ես այդ ամբողջ կադրերը ֆիքսել եմ Ռոբեի ճշտությամբ, իր խոսքը, իր ամեն ինչը եւ կա մինչեւ մի արխիվում կա, պահվում են։ Իր մեղքը ունի։ Ես Սերժ լավ գիտեմ, էտես ուզում, էլի մարտի 1 ես ուզում անես։ Բայց տեսեք, բոլորը ինչպես կարողացան պատտել եւ ասելով, հա, Սերժ Սարգսյանը նորից մեզ վախեցնում է մարտի 1-ով, էլի ուզում արյուն տապի։ Ընդամենը զգուշացնում է, որ դու դա սա ես ուզում անես, հա, զգուշացնում է։ Բոլորը ուղղեցին սլակները Սերժ Սարգսյան դեմ։ Ոչ մեկը այսօր որ խոսում են, չէ, չէ լավ ասել, չէ, ժողովուրդ ջան, ինքը ասում է, որ եթե սենց գնանք, կարող լինի այսպես, ավելին ասեմ, եթե ներքին խժդժությունները մի քիչ էլ թույլ տար, որ առաջ գնա, մի քիչ էլ սրվեր, ներքին լարվածություններ, ներքին բախումներ լինեն, թշնամին այն ժամանակ էր հարձակվելու Հայաստանի վրա։ Իդեպ այն ժամանակ էր ամեն ինչը լինելու։ Այդ օրերին ես հիշում եմ, որ տեղեկություններ էին տարածվում, նաև տեսագրությունների միջով, թե ինչպես է թշնամական զորքը Արցախի սահմանին կուտակվում։ Ակնհայտ էր, որևիցե պատերազմող երկիր փնտրում է նման հարմար պար։ Դա գտածո էր Ադրբեջանը մեր թշնամիների համար։ Ստեղծվեց իդեալական պայմաններ, ներսում ստեղծեցին իդեալական պայմաններ մեր թշնամու համար, որպեսզի հարձակվի։ Դուք տեսեք, վերջում մեր ռազմական գործողությունը Ադրբեջանի նկատմամբ նաև այն ժամանակ եւ ներքին քաոս էր Ադրբեջանում։ Հասկանում եք։ 90-ականային։ Այո։ Ուղղակի այն ժամանակ մենք կարողացանք շատ լավ կազմակերպել, շատ լավ բռունցքվել եւ մեր ազգային խնդիրները հայրենատիրության խնդիրը պատմության մեջ առաջի անգամ կարողացանք լուծել։ Դե եւ իհարկե մեր թշնամին քնած չէր, մեր թշնամին պետք է ներսում ծներ, բուծեր Նիկոլա Զավրներ, Նիկոլա տիպի կենտանիներ եւ այդ ոհմակը
որպեսզի իր ազգային հարցը կարողանա լուծել այսպես մեր զավակների 5000 զավակների արյան գնով մի ամբողջ ծերունդ ոչնչացնելով եւ մեր սրբությունները Աստծո արարչի կողմից հայ ժողովրդին տրված Արցախ աշխարհը հիմա ճշնամին իր կեղտոտ ոտերով տրորում է եւ ցավը այն է որ մեր եղբայրները Բաքվում դատում են նրանց հայ լինելու համար իրենց արժանապատվությունը իրենց ընտանիքների պատիվը իրենց հայրենիքի հողու ջրի համար ողջ հայության իրենք կռվել են պահել են սրբորեն պահել են դա հիմա նրանք դատում են դրա համար եւ այստեղ խրճվողներ կան կարծում եք չէ ցեղի տականքը այլևս չի թաքնվում ցեղի տականքը այլևս այսպես բաց դաշտում գրոհում է ցեղի դուրս եկել այսպես իրեն որջերից եւ գրոհում է ազգային արժեքների վրա ցավոք սրտի դեռևս հաջողությամբ է գրողը անում տեսեք բազմաթիվ հարցերի Սարգսյանը անդրադարձավ բայց այսօր ես ուզում եմ մի խնդրի վրա կենտրոնանալ որը շատ եմ կարևորում ու այդ հարցերը միշտ լսում ենք լավ ենթադրենք այս սատանային այսպես արագ վռնդեցիկ իշխանությունից ենթադրենք եւ ժողովրդի մոտ այդ խնդիրը կա միշտ ասում են լավ ենթադրենք Նիկոլին բոլորն էլ զզվում եմ այլևս ոչ մեկի մոտ գաղտնիք չի իրա 9%-ն է ինչ է հա հասկացանք ունեինք 9% ոչ ավել բոլորը զզվում են արդեն իրենից լավ ասում են ենթադրենք իրեն հեռացրեցիք եկավ ինչ որ մեկը գրագետ կիրթ եւ այլ ազգային ինչ է անելու երեք ինձ համար շատ կարեւոր է բոլորի համար Սերժ Սարգսյանի այ ապագային միտված քայլերը դա շատ կարեւոր է այլապես բոլորը նստած ասում են անհնարավորություն է բան անել ով էլ կա ոչ մի բան չի լինի ով էլ կա պատերազմ կլինի իսկ մենք թույլ ենք 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 հասկանում եք նաեւ Նիկոլն է մցրել այդ պատերազմի վախը ոչ մեկ չի պատրաստվում պատերազմ անել մենք շատ լավ հասկանում ենք այն իրավիճակը որտեղ գտնվում ենք մեր բանակի ռեալ իրավիճակը Սերժ Սարգսյանը ասում էր հետեւյալը նոր իշխանավորները նոր կառավարությունը առաջի խնդիրը պետք է լուծեն ներազգային համերաշխության դուք չես կարող փոքր ազգը ունենալով այսքան հզոր ճշնամիներ մի բան էլ ինքը պարակտված է եթե ուզում ես ազգին պատժել եթե ուզում ես ազգին որևէ ազգին հաղթել բաժանիր թևերի եւ ատելություն ստեղծին նրանց մեջ վերջ այսինքն դու ունես արդեն տվյալ պետության հզորության 1/3-ը կամ ավելի քիչ այնքան པարզ բանաձև է որ փորձված ամբողջ պատմական ժամանակ եւ բոլոր ազգերով փորձված ու անցած է մեկը մենք ընկանք այդ ծուղակը մենք գնացինք այդ ծուղակը այսինքն հանդուրժողականություն ու ներազգային ներպետական համերաշխությունը համար առաջի նախապայմանն է երկրորդը պետք է շատ նորմալ գրագետ արտաքին քաղաքականություն վարել այս ինչ որ իրենք անում են դա արտաքին քաղաքականություն չէ նրանք խառնել են ամեն ինչը ռազմավարական գործընկերոջը շփոթել են բարեկամի հետ կամ հարևանի հետ կամ չգիտեմ նորմալ հարաբերություններ ով որ Նիկոլի դեմքին նայեց ժպտալով ողջունեց իսկ եվրոպացիները այդպիսին են նրանք ժպտում են ամեն ինչ ամենավատ բանը ասելով նրանք դեմքին ժպտում են իսկ Նիկոլը մար դա ամեն ինչ է որովհետև իր կյանքի մեջ ոչ մեկ իրեն չի ժպտացել բոլորը հայել են անպատվել են իրեն սկսած փոքր հասակից իսկ հիմա եվրոպական ժպիտ ստացավ ինքը դրա իր ժպիտի դիմաց Արցախը հանձնեց Պրագայում կարծես հոգեբանական տրավմաներն ունի եւ դա փորձում է իրացնել մեր բոլորիս վրա բայց համաձայն եմ ամբողջությամբ 100% դուք ճիշտ եք եւ դա նույնիսկ հոգեբաններն են այդ մասին շատ հստակ ասում առաջինը ներազգային ներպետական համերաշխություն երկրորդը խելացի մտածված արտաքին քաղաքականություն որտեղ դուք հստակ ամրագրում եք սա իմ ռազմավարական գործընկերն է ռազմավարական սա իմ բարեկամն է սա իմ հարևանն է եւ այլ ամեն մեկի նկատմամբ շատ հստակ դիրքորոշումով եթե հանգարց տեղերը դու շփոթում ես դու ունենում ես այն ինչ հիմա ունես
Եվ երրորդ ամենակարևորը քո բանակին ամբողջ պետության հոգացության առարկան պետք է լինի քո բանակը։ Այդպիսին է եղել 90 թվականից սկսած։ Բանակը, պաշտպանության նախարարը եղել է պետության ամենակարևոր դեմքերից մեկը։ Բանակը, զինվորական հագուստը, զինվորական ուսադիրները, սպան, սովորական զինվորից մինչև պաշտպանության նախարար եղել են մեր պետության ամենակարևոր դեմքերը։ Հիմա ովքեր են ամենակարևոր դեմքերը։ Դա ոստիկաններն են, ոստիկանական են գլխարկներն են, հա, եւ ախրանիկները։ Նիկոլի պետական պահպանության ծառայությունն է կոչում, հավաքելա մի հսկայական Հարյուրավորներ եւ ամենաբարձր աշխատավարձներով եւ այլ եւ այլ։ Դուք համեմատեք բանակի սպայի աշխատավարձը այդ կարմիր գլխարկավորների աշխատավարձի հետ կամ իրեն թիկնապաների աշխատավարձի հետ։ Հասկանում եք, այսօր բանակի սպան չունի ցավոք սրտի այն հեղինակությունը, այն դեր ու նշանակություն կամ գեներալը, ինչ ոստիկանության մեջ այդ նույն կոչումը կամ, չգիտեմ, այդ Նիկոլի ամդանկային համակարգի մեջ։ Հասկանում եք, Նիկոլը ասում է, որ ոստիկանությունը իմ անձն է, ինձ է պահպանում, հատուկ պետական ծառայություն, ինքն են, ինձ են պաշտպանում, բանակը պետության է պաշտպանում, պետությունը իմը չարա, իմը չես պետությունը, ես սիրտս չի ցավում այս պետության համար, պետք է Արցախը, առեք տղեկ ջան Արցախը, պետք է այնտեղ Սիսյանից այս մասերը, որտեղ այսպես ասած ձունա, անձրևա, ցուրտա, մեզ պետք չի եւ այլ, ինչ մի պատճառ կգտնի, չէ՞։ Սևլիժն է պետք չի։ Սևլիժն էլ պետք չի եւ այլ եւ այլ։ Ինքը իր մոտ հայրենիքի զգացողությունը չկա, բայց սեփական մորթու պահպանության զգացողությունը, պաշտպանության շատ բարձր իր մոտ նստած։ Դրա համար մի ամբողջ հզոր պետական համակարգ զբաղվում է նրա անվտանգությունը, ոչ թե բանակով։ Այսինքն մենք պետք է վերադարձնենք զինվորի պատիվն ու արժանապատվությունը սպայի, գեներալի, մինչև պաշտպանության նախարարի մակարդակ, որի հասկանա, որ ինքը պետության ամենակարևոր մարդն են ու մարդիկ են հզորացնել եւ պետության բոլոր հնարավորություն ուղղել այդտեղ։ Այս 3 թվարկած կետերը դա անհրաժեշտ պայմաններ են, իհարկե դրանք ունենաց եւս այլ խնդիրներ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը, ծեսատար Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։